Բոլորս միասին ասենք փառք Տիրոջը։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը, որ այսօր նորից այս գեղեցիկ օրը, այս խաղաղ ժամերը մեզ տրվեց Տիրոջ շուրջը հավաքվելու։ Ես ուզում Սուրբ գրքից Մատթեոս ավետարանից առաջի համարը կարդալ 6-րդ գլխի 14 եւ 15 խոսքերը, Մատթեոս 6, 14 եւ 15 խոսքերը։ Վասի եթե դուք ներեք մարդկանց իրենց հանցանքները, ձեր երկնավոր հայրն ալ ձեզի պիտի ներե։ Իսկ եթե դուք չներեք մարդկանց իրենց հանցանքները, ձեր հայրն ալ ձեզի պիտի չներե ձեր հանցանքները։ Սա շատ կարևոր հարց է այսօր, սիրելի բարեկամներ, որ Հիսուսը մեր սրտերի հետ խոսում է հետևյալը. Տերը ուզում է մենք բոլոր մարդկանց ներենք, թե ոչ, այո եւ ամեն։ Ինչի համար սա կարող է արգելք լինել իմ եւ քո եւ Հիսուսի միջեւ, առաջացնեն դժվարություն հաղորդակցվելու Հիսուսի հետ, սիրելի եղբայրներ, քույրեր։ Իսկ Հիսուսը այսօր մեզ ներելա, թե ոչ, այո, ամբողջ նաները ոչ մի բան չի թողել, մենք ոչինչ չենք արել, բայց երբ որ դարձի ենք եկել, հավատացել ենք իր անունին, Հիսուսը մեր բոլոր անցյալը ջնջել է եւ մեր մեղքերը ամբողջովին, Մամիկոն եղբայրը այդպես մի քարոզ ունի, որ ասում է, եթե մարդիկ ուզում են մեր մեղքերի մասին իմանան, լսեն, կարող են Հասցեն ասել։ Հիշում եք Հասցեն որտեղ է? Ծովի անդունդը։ Տերը թող փառավորվի։ Մյուս տեղը, որ ես ուզում եմ շարունակել կարդալ, նույն գլխի 33-34 խոսքերն են, սիրելի բարեկամներ, բայց առաջ խնդրեցեք Աստծո թագավորությունը, անոր արդարությունը եւ այդ բոլոր բաները ձեզի պիտի տրվին։ Ուստի վաղվա համար հոգ մինեք, վասի վաղվա օրը իրեն համար հոգ պիտի նե, հերիք է օրվան իր նեղությունը։ Տերը թող փառավորվի։ Այսօր եթե ունենք անգամ նեղություն, դժվարություններ, հիվանդություններ մեր կյանքում, կարող ենք վերի բաները փնտրել, թե դա կարող է մեզ արգելք լինել։ Ոչ, սիրելի բարեկամներ, ոչ հիվանդությունը, ոչ նեղությունները, ոչ խնդիրները այսօր չեն կարող երկինքը փակել մեր առջև։ Ասենք փառք Հիսուսին, օրհնյալ լինի մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունը։ Եվ շարունակում եմ ընթերցել նույն Մատթեոսի ավետարան 7-րդ գլխի 7 եւ 8-րդ խոսքերը. Խնդրեցեք, պիտի տրվի ձեզի, փնտրեցեք, պիտի գտնեք, դուռը զարկեք եւ պիտի բացվի ձեզի։ Վասի ամեն ով որ կխնդրե կառնե, ով որ կփնտրե կգտնե, ով որ դուռը կզարնե, պիտի բացվի անոր։ Այսօր ժամանակն է, սիրելի եղբայրս, քույրս, ինչպես որ կանք մենք եկել ենք Տիրոջ առաջ, եւ մենք նոր լսեցինք եղբայրներից, որ սա Հիսուսի խոսքն է, սա մեր խոսքը չի, սիրելիներս, եթե մենք եկել ենք այդ հավատքով, Հիսուսը չի կարող մեզ չօգնել։ Ինչի համար, որտեղ ես ուզում եմ նորից կրկնել այդ խոսքը, որ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը բոլոր մարդկանց նույնն էր ասում, քո հավատքի պես քեզ լինի, սիրելի եղբայրս եւ քույրս։ Աստված մեզ բոլորիս օգնական։ Ինչ են կարծում, սիրելի բարեկամներ, եթե մեր կյանքում կարող է առաջանալ հիվանդություն, դժվարություն, մտածենք, որ դա միայն մեղքի պատճառն է, որ Աստված մեզ չի սիրում եւ պատժում է, ոչ սիրելիներ, սա շատ կարևոր է նաեւ մեր կյանքում, ունենք դժվարություն, նեղություն, բայց նայենք հասկանանք, ինչի համար է դա մեր կյանքում Աստված թույլ տվել։ Ես ուզում եմ մի տեղ կարդալ Սուրբ գրքից, Սողոմոնի խոսքերն են դրանք, որը գրված է Առակացի 20-րդ գլուխ 30-րդ խոսքը, Առակաց 20:30, վերքի նշանները ու փորիշտ մարանները հասնող հարվածները։ Այսօր շատ ցավոտ ասելի բարեկամներ, երբ որ
այդ վերքի հարվածները, նշանները մեր աղիքների, մեր մարմնի մեջ շատ ցավոտ են դրանք, բայց շարունակությունը ինչի համար դա կարող է Տերը թույլ տալ մեր կյանքում չարության դեմ մաքրողական դեղ են։ Ասենք փառք Տիրոջը, օրհնյալ լինի Տիրոջ անունը, ոչ մի պատահական բան մեր կյանքում չի եղել եւ չի լինելու, եթե անգամ հիվանդություն, դժվարություններ, խնդիրներ, սիրելի բարեկամներ, սա է նպատակը, որ եթե մեր կյանքում կան հարցեր, որոնք չեն լուծվել մինչև այսօր, Տերը իմ եւ քո կյանքում թույլ է տալիս դրանք բոլորը չարության դեմ մաքրողական դեղեր են։ Երբեք չվախենանք, չթուլանանք, սա սոսերն է, որ Տերը խոսում է մեր սրտերի հետ։ Եվ դրա շարունակությունը ես ուզում եմ կարդալ, ինչ որ լինում է մեր կյանքերում սրելներս, դա գրված է Սաղմոս 66 13 եւ 14-րդ խոսքերում։ Ես իմ կյանքում երբ որ 19 թվականին լուրջ այսպես դժվարություններ ցավեր ունեի, չէի կարողանում մի ասենք թեկուս կում ջուր խմել, ասում էի Տեր Աստված, ամբողջ կյանքում ես ջուր եմ խմել, հավի չափ էլ չկամ, հավը ամեն անգամ ջուր խմելուց ինչ անում, սիրելի բարեկամներ, վերև է նայում, ու ասեցի Հիսուս ջան, որ գա ժամանակ ես կարողանամ ջուր խմեմ, հաց ուտեմ, ամեն օր պետք է քեզ փառք տամ։ Ասենք փառք Տիրոջը, որ այսօր կարողանում ենք ջուր խմենք, դրա համար էլ ասենք փառք Աստծո։ Իսկ երբեմն շատ անգամ մտածում ենք նորմալ է, որ այդպես էլ պետք է լինի։ Եվ բոլոր հիվանդները, ես խնդրում եմ այս խոսքը ուշադիր լսենք, ես հավատում եմ սրելներ, նույն խոսքերը ես հիվանդանոցում երբ որ կարդացի, երբ որ Տեր ինձ հետ խոսեց, դա մնաց իմ կյանքում մինչև այսօր։ Սաղմոս 66 13 եւ 14 խոսքերը, ողջակեզներով պիտի մտնեմ քո տունդ, պիտի կատարեմ իմ ուխտերս, որոնք շրթունքներս խոստացան, նեղության մեջ բերանս խոսեցավ։ Դա Աստված, որ այստեղ լինեն մարդիկ, որ երբեք հիվանդ չեն եղել, փառք Աստծո դրա համար, բայց ես հավատում եմ, շատերի հետ եղել է, որ զրուցել ենք, խոսել ենք, բոլոր հիվանդները հիվանդանոցում այս խոսքերն են ասում, գիտեք, պիտի կատարեմ իմ ուխտերս, որոնք շրթունքներս խոստացան, նեղության մեջ բերանս խոսեցավ։ Ինչ ենք ասում, սիրելի քույրեր, եղբայրներ, Տեր ինձ բժշկի, Տեր ինձ այստեղից անի, պաշտամունքի կգամ, քո կամքը կկատարեմ, ինչ որ ուզես կանեմ։ Ասենք փառք Տիրոջ այդ նեղությունների համար, վերի բաները փնտրենք, մնացածը Տերը մեզ ավելիով կտա։ Վերջի համարն եմ կարդում եւ մենք կպատրաստվենք աղոթքի։ Ես հավատում եմ, սիրելի բարեկամներ, սիրելի եղբայրներ, քույրեր, բոլորս հավատքը լավ ենք սկսում։ Բոլորս հավատքի կյանքում լավ առաջ են գնում, բայց չի բացառվում, որ մեր կյանքում առաջանում են դժվարություններ, նեղություններ, երբեմն արգելքներ, եւ մենք դժվարանում ենք առաջ գնալ։ Աստծո մարդկանցից, թագավորներից մեկի կյանքում ես ուզում եմ կարդալ մի տեղ, դա Ասա թագավորներ, Ասա թագավորը ամեն բան շատ լավ սկսեց, ամբողջովին իր հարցերը կարգավորեց Տիրոջ հետ, սիրելի բարեկամներ, բայց իր կյանքի վերջում դժվարություններ ունեցավ։ Իսկ Աստված Ասա թագավորին շատ սիրելով ուզում է իր կյանքում այդ հարցերը կարգավորել դժվարության, հիվանդության ճանապարհ անցնելով։ Դա գրված է Երկրորդ Մնացորդաց 16-րդ գլխի 12 համարում, Երկրորդ Մնացորդաց 16-12։ Ասան իր թագավորության 39-րդ տարին ոտքի ցավով հիվանդացավ, անոր հիվանդությունը ծանրացավ եւ իր հիվանդության մեջ ալ Տերը չփնտրեց։ Այո, սիրելի բարեկամներ, այսօր եթե մենք գիտենք ինչի համար է մեր կյանքում Աստված թույլ տվել այս դժվարությունը, հիվանդությունը, խնդրեմը, եթե դա մեզ բերում է Տիրոջ երեսը փնտրելու, սրտանց կարող ենք ասել փառք Տիրոջը, օրհնյալ լինի Տիրոջ անունը,
նորից եմ կարդում, ասան իր թագավորության 39-րդ տարին ոտքի ցավով հիվանդացավ, անոր հիվանդությունը գնալով ծանրացավ եւ իր հիվանդության մեջ էլ Տերը չփնտրեց։ Թող Աստված մեզ բոլորիս օգնական լինի, սիրելի քույրեր, եղբայրներ, կանգնենք ոտքի, այս նեղությունների մեջ եկեք Տիրոջ երեսը փնտրենք։